Այսօր մենք խոսենք քաղաքական ուժերի ծրագրերի մասին, ովքեր ունեն, եւ Էդգար, մեծ հույսեր եմ կապում ես քո ներկայության հետ, որտեղ ի տարբերություն Հայաստանի բնակչության 99%-ի, այդ թվում եւ իմ, դու կարդացել ես քաղաքական ուժերի ծրագրերը, որոնք որ կան։ Այո, դե որոնք որ չկան, երևի չէիր կարող կարդալ, նույնիսկ ամբողջ քո հնարավորությունների հանդեպ հարգանքով հանդերձ պետքա երևի չէիր կարող կարդալ։ Մի խոսքով իհարկե մենակ ծրագրերի մասին չենք խոսի, ի վերջո մեծ հաշվով բոլորն էլ գիտենք ով ինչ է ասում։ Մոտեցումների մասին։ Հա, կխոսենք արտաքին քաղաքականության մասին եւ մասնավորապես անվտանգության մասին, որը արտաքին քաղաքականության մասնա կարելի ասել կամ շատ սերտորեն կապված է, ու ի վերջո երևի այս իմաստով Հայաստանի ընտրությունը շատ այսպես յուրօրինակ ընտրություն է, որովհետև սովորաբար նորմալ դեմոկրատական երկրներում ընտրությունների ժամանակ հիմնականում քննարկվում են ներքին քաղաքականության հարցեր, սոցիալական հարցեր, չգիտեմ, տնտեսական հարցեր, որոշ պարագայում, ասենք, այդ մշակութային պատերազմներ, հա, դրա հետ կապված հարցեր, բայց Հայաստանի պարագայում փաստորեն այս նախընտրական շրջանում հիմնական թեմաները քննարկման կապված են արտաքին քաղաքականության հետ, այսինքն անվտանգությունը ոնց են ապահովում, ով է մեր դաշնակիցը կամ կարող ենք մենք ունենալ երաշխավոր թե ոչ, պատերազմ կլինի թե ոչ, հա, այս ամեն ինչի մասին ուզում ենք խոսենք։ Հիմա դու որպես մարդ, որ ծրագրերը կարդացել ես, այ քո առաջի տպավորությունը, ասես որ ինչ հետաքրքիր բան ես տեսել դրա մեջ, որ հիմա կուզեիր կիսվել Հայաստանի ընտրողների հետ։ Գիտես, ամենակարևորը այն է, որ պրո-ռուսական ընդդիմությունն ներկայացնող քաղաքական ուժերը մի քանիսն են դրանք, ու էլիտես ասում են պրո-ռուսական, երբեմն կարելի նույնիսկ ասել ռուսական, որովհետև նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշում է, դա ըստ էության նրանց ընտրությունն է, թե Հայաստանը որ քաղաքակրթական տարածքում պետք է լինի, դա այն մասին է, որ կոնկրետ իրենք, չնայած ուղղակիորեն չեն ասում դա, ոչ մեկի մոտ չկա օրինակի համար դրույթ, որ եկեք մենք դառնանք Ռուսաստանի մաս կամ Մաքսային միության մաս, նույնիսկ դա կամ Ռուսաստան-Բելարուս ավելի շուտ կներես, Ռուսաստան-Բելարուս միության մաս, Միութենական պետության, այո, որը 90-ականներին կար այդպիսի պահանջ եւ նույնիսկ ստորագրահավաք էր եղել, որ Հայաստանը մտնի Ռուսաստան-Բելարուս այդ միութենական պետության մեջ։ Չէ, դե ես հիմնական իհարկե քաղաքական ուժերին եմ նայել, ավելի շուտ նրանց մոտեցումներն եմ նայել, միգուցե եւ կա նման բան ինչ որ մեկի մոտ փոքր կուսակցություն։ Դե հա, այն կուսակցությունները, որոնք շանս չունեն ընդհանրապես անցնելու, կարող են դրանց շատ դառնալ։ Չգիտեմ, բայց խոշորների մոտ նման բան չկա։ Բայց երբ որ դու կարդում ես տողատակերը, երբ որ դու նայում ես թե այս կամ այն հարցազրույցի ժամանակ նաև ինչ ասվեց, իհարկե նաև որոշ առումներով ծրագրում ինչա գրված, այդ ամեն ինչը ինձ մոտ հենց այդ համոզմունքն է ձևավորել, որ իրենց արտաքին քաղաքականությունը արտաքին քաղաքականություն չի։ Իրենք չեն խոսում այն մասին, թե մենք այլ երկրների հետ ինչ տեսակի հարաբերություններ պետք է հաստատենք, հա, ում հետ, ոնց, որ բլոկի հետ, իրենց արտաքին քաղաքականության էությունը, եթե կարելի է այդպես ասել, որը ինչպես նշեցի, փաստացի արտաքին քաղաքականություն չի, դա այն է, որ թե մենք պետքա լինենք Ռուսաստանի քաղաքական, տնտեսական տարածքում, այսպես ասեմ։ Առանց նորից ասելու, թե հա, կլինենք դե յուրե մասը, Ռուսաստան-Բելարուսի մասը կամ Ռուսաստանի մասը, չէ, նման բան չկա։ Այսինքն ըստ էության արտաքին քաղաքականությունից հրաժարման մասին է դա։ Ըստ էության որպես արտաքին ինձ թվում է ուսա, ինձ թվում է շատ մի հատ մեծ sense թեմա է, որ Հայաստանի անկախության շրջանում առնվազն որոշակի փուլից սկսած
Հայաստանի արտաքին քաղաքականությունը եղել է արտաքին քաղաքականությունից հրաժարվելու մասին։ Այսինքն 90-ական թվականներին, երբ որ Հայաստանը անկախացավ, այն ժամանակ կար արտաքին քաղաքականություն, որը իհարկե կապված էր Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ, հա, բայց այն ժամանակ, ասենք, տարբեր ուղղություններով ինչ-որ բաներ էին փորձում անել, որոնք ի վերջո չստացվեցին։ Հիմա ինչ-որ մարդիկ կասեն, այդ չստացվեցին, որտեղ լավ չէին անում, ուրիշները կասեն չստացվեցին, որտեղ օբյեկտիվորեն հնարավոր չէր, բայց առնվազն այդ ժամանակվա կառավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի փորձում էր ինչ-որ տարբեր ուղղություններով ինչ-որ հարցեր լուծել, հա, Թուրքիայի հետ բանակցում էին, արդեն ինչ-որ նույնիսկ քննարկվում էր սահմանի բացման հարց, Ղարաբաղյան հակամարտությունը փորձում էին լուծել, Ռուսաստանի հետ որոշակի հարաբերություններ էին կառուցում, արդյունքում իհարկե էլի կախվածության մեջ ընկան, բայց ամեն դեպքում դա միակ ուղղությունը չէր, արևմուտքի հետ էին փորձում աշխատել, հետո քայլ առ քայլ 90-ականների ավարտից ոնց որ հասանք 2013 թվական, երբ որ Հայաստանը հրաժարվեց Եվրոպայի հետ ասոցիացիան պայմանագրից, ու սա ըստ էության միայն դրանից չէր հրաժարվում, ըստ էության Հայաստանը ոնց որ թղթի տակ ստորագրեց, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չունենք։ Մեր արտաքին քաղաքականությունը Մոսկվայում է որոշվում, եւ ես հիշում եմ, չեմ հիշում դա ճիշտ ասած ով ասեց, վերլուծաբաններից մեկը, որ բավական երկար ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրականում եղել է ընդհանրապես լոբիիզմ, հիմնականում ցեղասպանության թեմայի շուրջ, այսինքն հայաստանցի դիվանագետները կամ արտաքին քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հիմնականում մի քանի այդպես գործառույթներ ունեին, որոնք շատ ձևական են, իսկ այսպես ըստ էության հիմնական նրանց գործառույթներ տարբեր երկրներում լոբիստական գործունեություն իրականացնել ցեղասպանության ճանաչման շուրջ ու դրսում էլ շատ երկրներ համարում էին, որ դե եթե ուզում ենք Հայաստանի համար մի հատ լավ բան անել, պետք է, ասենք, կամ ճանաչեն ցեղասպանությունը, եթե չէին ճանաչել, կամ ինչ-որ հայտարարությամբ հանդես գան, ասենք, Թուրքիային քննադատեն եւ այլն, ու վերջ, ոնց որ ուրիշ բովանդակություն Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշ ժամանակ չուներ։ Ես իհարկե հիմա մի քիչ պարզեցնում եմ, բայց ըստ էության դա էր կամ ցեղասպանության ճանաչում եւ Ղարաբաղյան հակամարտություն, ընդ որում Ղարաբաղյան հակամարտության պարագայում էլ լուծման խնդիր չէր դրվում։ Ուղղակի իրավիճակը կոնսերվացնելու, հա, այսպես ասած, ոմանք իմ հետ չեն համաձայնվի, բայց նաեւ բանակցային գործընթացի իմիտացիայի խնդիր էր դրված։ Որտեվ դե անհարմար է, ասենք ոնց թե Մինսկի խումբը ասում է բանակցեք, մենք էլ պետք է ձևացնենք, որ բանակցում ենք, բայց իրոք կոնֆլիկտը լուծելու, հա, խնդիր չէր դրված Հայաստանի դիվանագիտության արժե։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դրված էր, հա, եւ նրա, այսպես ասած, արտաքին քաղաքականության մեջ մեծ դեր խաղացող նրա գործընկեր Ժիրայր Պարիսյանը, հա, ասենք ինքը պատմում էր, թե ոնց էին իրանք փորձում իրոք այդ կոնֆլիկտը լուծել եւ չստացվեց իհարկե, բայց գոնե այդ խնդիրը դրված էր։ Իսկ հետո այդ խնդիրն էլ դրված չէր ըստ էության։ Ուղղակի ժամանակ ձգելու ստատուս քոն, այսինքն այն տարբեր միջոցառումների ժամանակ, երբ որ լինում էին այդպես քաղաքագիտական ինչ-որ կոնֆերանսներ, սեմինարներ, այդ ժամանակ ու ինչ որ մեկը, որը այս կամ այն ձևով ներկայացնում էր, ասենք իշխանությունների տեսակետը, հա, ոնց որ անընդհատ հասկացնել էր տալիս, որ sense խոսում են ու աչքով են անում, էլի։ Հա, դե իհարկե մենք դե բանակցում ենք բան, բայց ոնց որ sense աչքով էր անում, որ իրականում մենք ուղղակի ուզում ենք այս իրավիճակը պահպանել։ Մենք ոչ մի բան չենք զիջել, ինչի մասին եք խոսում։ Այդ ինչ խոսակցություններ ա գնում, միշտ եղել է, չէ՞, այդ խոսակցությունները, որ ցավոք սրտի տալիս են հեսա, զիջում են, բան են անում, ու իրանք միանգամից sense այդ բան են անում, որ այդ ձևական բան ասում ենք այնքան, որ ինչ լուրջ եք ընդունում, չէ, ոչ մի բան չենք զիջելու։ Ու ցավոք սրտի 18 թվականի հեղափոխությունից հետո էլ իներցիայով այդ գիծը շարունակվում էր մինչև 20 թվականի պատերազմը, ու ես ինքս էլ ժամանակ, ասենք, որոշ հիմա դու որ պատմում ես, ես հասկանում եմ, որ որոշ իրավիճակներ ու ես էլ էի ոնց որ նման ինչ-որ բան ասում, իհարկե դա առանց աչքով տալու, բայց ասում էի, «Ես Ժորժ ջան, դե իրատեսական չի հիմա ինչ-որ լուծումը, որտեվ ինչի նկատի ունեի, որ մենք պատրաստ չենք ինչ-որ հայկական կողմը պատրաստ չի ինչ-որ զիջումների, ադրբեջանական կողմը պատրաստ չի, ուրեմն դա իմաստը չկա ինչ-որ փորձել, հա»։ Ու իհարկե որոշ փոփոխություններ եղան 18 թվականից հետո, այն առումով, որ ինձ թվում է մի քիչ ինքնիշխանությունը բարձրացնելու, այսպես ասած, ներքին գործերին, ասենք, դրսից միջամտությունը սահմանափակելու որոշ խնդիր դրվեց, բայց դա էլ շատ ներքին քաղաքականության շարունակությունն էր, պայմանավորված նրանով, որ Ռուսաստանը սկսեց միջամտել, ասենք, հա, երբ որ Քոչարյանի հանդեպ
սկսվեց, հա, քրեական գործ սկսվեց, ռուսական Պուտինը սկսեց զանգել շնորհավորել եւ այլն, բայց էլի հիմքում են ընկած, որ դե էսա ճարտարապետությունը մենք Ռուսաստանի, ասած, դաշնակիցն ենք, պետք չի բզբզալ, հա, արևմուտքի հետ պետք է աշխատել ինչքանով դա հնարավոր է, այնտեղ այդ ֆրանկոֆոնիան եղավ, որը դրանից առաջ էր նախապատրաստված, բայց ըստ էության մեծ հաշվով, հա, մենք չունեինք մեր արտաքին քաղաքականությունը, մինչև երևի 22 թվականից նոր հնարավորություն ստեղծվեց, այն էլ նրա պատճառով որ Ռուսաստանը մտավ Ուկրաինայի պատերազմի մեջ լայնամասշտաբ հարձակումը տեղի ունեցավ ու դա չգնաց այն սցենարով, որը Ռուսաստանն էր ենթադրում, ու Ռուսաստանի ազդեցությունը ամբողջ այդ խորհրդային տարածքում թուլացավ, սա մի կողմից, մյուս կողմից էլ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ուղղակի օրհասական ինչ-որ վիճակի հասավ, երբ որ արդեն Հայաստանի գոյությանն էր սպառնում ու պետք էր ինչ-որ լուծումներ գտնել։ Ու այդ իրավիճակում նա հայտնվեց շուտ արժանանքային ճանապարհ, հա, արևմուտքը ոնց որ սկսեց ավելի ակտիվ լինել եւ այլն, ու այդտեղից եկանք այսօրվա մեր իրավիճակին, երբ որ մենք ունենք ինչ-որ սուբյեկտայնություն արտաքին քաղաքականության։ Բայց փաստորեն որոշ ուժեր ասում են եկեք վերադառնանք այն ժամանակները, որտեղ ավելի անվտանգ էր, ավելի հանգիստ էր, պետք չէր ինչ-որ տհաճ մարդկանց հետ բանակցել, ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ։ Դե, հա, այդ թեմայով խոսել ենք արդեն։ Հիմա մի քիչ ուրիշ շեշտադրումների վրա ուշադրություն դարձնենք։ Օրինակ, հա, երկրորդ բանը որ ուզում եմ ասել, հետո օրինակներով կասեմ, էլի։ Հակասություններով լի են մոտեցումները։ Այսինքն դու չես տեսնում հստակ գիծ, կոնցեպտ, չկա տենց բան։ Որոշակի վերապահումներով կոնցեպտ տեսնում են քաղաքացիական պայմանագրի ծրագրը։ Բայց դա որովհետև դու իշխանական սազանդար ես։ Հա, դե իհարկե։ Ես էլ իշխանական սազանդար։ Հա, դու քարոզիչ ես, ես սազանդար։ Այո։ Դերերի բաշխումը կարևոր է, ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք դրա վրա, այո։ Ինչ եմ տեսնում, քանի որ քաղաքացիական պայմանագրի անունը տվեցի, իրենց մոտեցումներից մի քիչ խոսենք։ Ըստ էության քաղաքացիական պայմանագիրը հետևյալն է ասում, մենք շարժվելու ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, այդ կուրսն ենք բռնում։ Ունենք այդպիսի հեռահար նպատակ։ Բայց ասում եմ, այդ նպատակը հեռահար միջև հասնելը ու դե վերջում հարց կլինենք, անդամ թե չենք լինի, մենք անցնում ենք ճանապարհ, ու մեզ համար շատ կարևոր է այդ ճանապարհը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելն է մեր ամեն ինչը։ Եվ դրանով հանդերձ մենք մոտենալու ենք ավելի Եվրոպային, հա, այդ ճանապարհը վերելու է մոտեցմանը, ավելի սերտ ինտեգրացիային։ Եվ իրենք ասում են, որ քանի դեռ մենք համատեղելի ենք, ոչ թե մենք, այլ քանի որ փաստացի համատեղելի է լինելու ԵԱՏՄ-ում մնալը եւ այդ ինտեգրացիայի ճանապարհը, մենք մնալու ենք ԵԱՏՄ-ում։ Այսինքն այն ինչ-որ Փաշինյանը Պուտինին ասեց, որ քանի համատեղելի է մենք մնալու ենք, հետո կորոշենք։ Դա նշված է ծրագրում, հենց տեսնենք, որ արդեն համատեղելի չի, արդեն նայ, ոչ թե կորոշենք ինչ ենք անելու, այլ հենց տեսնում ենք համատեղելի չի, բնականաբար գնում ենք եվրոպական, այո, գնում ենք ավելի ենք առաջ գնում։ Դե միջև Եվրամիության անդամ դառնալ, այնտեղ Եվրամիության մաքսային անդամ կարող ես դու դառնալ, չէ՞, ու հա։ Դե նախ DCFTA-ի կոչվածի անդամ կարող ես դառնալ, հա, Deep Comprehensive Free Trade Area։ Հետո ինչ են ասում, ասում են, որ դե խաղաղության օրակարգը, այսինքն մենք շարունակելու ենք այս գիծը, այսինքն մենք մեր նպատակն է, որ այ խաղաղության պայմանագիր ստորագրվի, որ TRIP-ը իրագործվի, որ մենք չունենք ոչ մի պահանջ տարածքային ոչ մեկի նկատմամբ, մենք համարում ենք Ղարաբաղի հարցը փակված եւ ըստ էության նաեւ իրենք ասում են, որ մենք հա, նաեւ իհարկե դեբլոկադայի հարցը, որ բոլոր ճանապարհները բացվում են, հեսա մեր վիժնը, տեսլականը եւ դիվերսիֆիկացիան, այսինքն
տնտեսական, քաղաքական դիվերսիֆիկացիան, այսպիսի թեզ են առաջ քաշում, որ կարելի է քննարկել, որ ավելի ճիշտ է կամ միակ ճիշտ տարբերակը, որ դու կախված լինես, բայց քիչ շատերից, քան մեկից շատ կախված լինես։ Հիմա իրենք ասում են, որ այդ պետքա մենք այդ հարցը լուծենք, հնարավորինս։ Մեկնաբանություններ, երբ որ արվում են, բազմիցս ասվել է, որ դա չի նշանակում, որ սենց ամեն մեկից նույն չափի կախված, էլի, ասենք, չգիտեմ, 100 սուբյեկտը 100-ից էլ ենթադրենք պայմանական եմ ասում, նույն այսպես չափի, չէ, մեկից այսքան, մեկից այնքան, բայց քիչ, շատ չլինի։ Ինչ հասա նշանակում, միգուցե քննարկենք, արժի երևի քննարկել, որովհետև քիչ է բացվում, հա, որովհետև ասում է, որ դա շատ ճիշտ բան է, դա ավելի քո անկախությունը ամրապնդում է, հա։ Մյուս բանը, ասում են, որ մենք ՕԴԿԲ-ի հարցը ըստ էության լուծված ենք համարում այն առումով, որ վերադարձ չի լինելու։ Այսինքն առնվազն է սառեցված իրավիճակը պահպանվում է, հենց տեսնենք, որ բան չի, ընդհանրապես դուրս կգանք, ոնց որ էդ է միտումը։ Հիմա ես ինչ որ ասում եմ, կարող է ինչ որ բան կա, որ ծրագրում նշված չի, բայց դա ասվել է, ասենք, հայտարարությունների, հարցազրույցների ժամանակ, հա, հիմնական ներկայացուցիչների, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնողների կողմից։ Եվ չկա այնտեղ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տեսլական, սա կարող եմ նշել, չկա տենց օրակարգ։ Այսինքն ըստ էության ստացվում է չեզոքություն։ Առանց չեզոքություն բառը ասելու, բայց դες դե ֆակտո ստացվում է չեզոքություն, որտեղ ՀԱՊԿ չենք վերադառնում, ՆԱՏՕ չենք մտնում, այսօր ուրիշ դաշինքների մասին ոնց որ խոսք չկա։ Չկա, չէ։ Այսինքն եւ հիմնական փաստորեն անվտանգության ճարտարապետությունը նրա վրա է, որ մեզնից, դա էլ է շատ կարեւոր նշել, որ մեզնից չպետք է լինի ոչ մի սպառնալիք, չպետք է դուրս գա։ Եվ մենք պետք է նաև խաչմերուկ դառնանք եւ պետքա փոխկապակցվածություն լինի Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա փոխկապակցվածություն լինի ու այդ փոխկապակցվածությունը եւ այն հանգամանքը, որ մենք ոչ մեկի համար սպառնալիք չենք, բերելու է ապահովելու է անվտանգությունը ըստ էության։ Դե նաեւ երևի այդպես բացահայտ չի նշում, բայց ոնց որ ենթադրվում է, որ բացի դրանից, որ մենք սպառնալիք չենք ներկայացնելու, Նաև մենք պետքա մեր բանակը եւ մնացած անվտանգության համակարգերը բերենք այնպիսի վիճակի, որ ասես մեր վրա հարձակվելու գինը շատ բարձր լինի։ Ճիշտ այդպես, եւ այո, այնտեղ եւ ծրագրում եւ տարատեսակ հայտարարություններով անընդհատ նշվում է, որ բանակի բարեփոխումները շատ այսպես լուրջ կերպով են մեր կողմից դիտարկվում, ռադիկալ բարեփոխումներ են պետք, ու մենք անում ենք այդ ամեն ինչը, ու արդեն ունենք հաջողություններ, եւ մեզ պետք է այդպես մոբիլ, ժամանակակից բանակ, պատրաստ դիմակայելու, բայց ինչն է կարևորը այստեղ, որ քաղաքացիական պայմանագիրը նշում է, որ բանակը, եթե չեմ սխալվում, նույնիսկ երկրորդ տեղը չէր դրել։ Անվտանգության ապահովման ինքը ասում է առնվազն ինքը ասում է առաջնային գործիք չի։ Չէ, միշտ դա որ անվտանգություն առաջի հերթին գալիս է, որ պետքա ուրեմն ունենալ ուժեղ բանակ, իրենք չէ, ասում են դա առաջի տեղում չի գտնվում։ Դա պետքա երբ որ ուժեղ բանակ այո, բայց դա չի երաշխավորը անվտանգության, դա գործարկվում է այն ժամանակ, երբ որ այլ երաշխիքները, այլ կետերը անվտանգության ապահովման չեն աշխատում։ Ինչի պատճառով պաշտպանության վերջի գիծն է բանակը։ Եթե ինչ որ այն մնացածը չի աշխատում, գործը նոր այդ ժամանակ հասնում է բանակին։ Այո, հենց այդպես։ Ինչ կարելի է նշել քաղաքացիական պայմանագրից, հիմա փորձում եմ հիշել ինչ որ կարևոր բան բաց թողեցի թե չէ, բայց ընդհանուր ոնց որ Դե իրական Հայաստանի գաղափարը։ Հա, իրական Հայաստանի հենց բանն է գաղափարը։ Բայց հիմա երևի այդքան չի շեշտվում, ինչքան ասենք շեմ մոտ մի կես տարի առաջ, մի տարի առաջ, որտեղ ինձ թվում է իրենք զգացին, որ մի քիչ դժվար է անցալվում, հա, ասենք այդ
ոնց որ ինչ որ չափով ընկալվեց, բայց ավելի շատ ինձ թվում է հիմա չեն ուզում շատ շեշտեն, որտեվ դժվար է բոլորը ասել, չի որ շատ խանդավառված էին այդ իրական Հայաստանի գաղափարով, ոնց որ բոլորը ընդունում են, բայց միևնույնն է մարդկանց ոնց որ տհաճա դրա մասին լսել։ Ոնց որ հա, երբ որ ասենք օրինակ չգիտեմ, կոպիտ ասած բժիշկը մարդուն ասում է, գիտես ինչ, ասենք ես ծխել չի կարելի, այն մարդը ասում է դե հա։ Ու ասենք հետո կարիք չկա դա կրկնելու, էլի մի քիչ ես այդպեսի տպավորություն ունեմ, որ ոնց որ հռետորաբանության մեջ էլի իրական Հայաստանը կա, բայց այդքան չի շեշտվում, ոնց որ որտեվ Հա, ես դրա վրա ուշադրություն չէի դարձրել։ Դե ես նկատի ունեմ արժե հռետորա ինքը խոսում է դրա մասին, բայց ոնց որ հիմա շեշտը ավելի շատ դրվում է օրինակ խաղաղության օրակարգի վրա, հա, եվրոպական ուղղության վրա։ Այսինքն այն բաները, որոնք մարդկանց մեջ կարող են ավելի շատ այսպես դրական էմոցիաներ առաջացնել, այլ ոչ թե ինչ որ մի քիչ ցավոտ կամ տհաճ ոնց որ արձագանք առաջացնել, նույնիսկ եթե մարդիկ հասկանում են, որ սա պետք է, սա ճիշտ է, բայց միևնույնն է տհաճ է, ասենք դրա մասին խոսել է։ Հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա այնտեղ գրված է, այսինքն մեծ բլոկ չի դա էլ նկատվում, հա, այսինքն արդեն իսկ խոսվում է, էլի, արդեն իսկ դա ցուցիչ է որոշ կոնցեպտի տեսակետից, հա, ինքը ցույց է տալիս քո կոնցեպտը, բայց ասվում է, որ Ռուսաստանի հետ մենք ոնց որ բառացի հիմա չեմ հիշում, ոնց որ վերաֆորմատավորելու ենք մեր հարաբերությունները։ Այսինքն փորձելու ենք ունենալ լավ, այսպես հավասարի հարաբերություններ, այսինքն այնտեղ չկա այս կարևոր է իմիջիալս նշելը։ Դու այնտեղ չես տեսնի քննադատություն Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանին որպես թշնամի դիտարկելը օրինակ, հա, Ռուսաստանին որպես սպառնալիք դիտարկելը, չկա նման բան ծրագրում, ինչպես նաև չկա ասենք չգիտեմ, օրինակ Նիկոլ Փաշինյանի ռետորաբանության մեջ, հա։ Թեև մենք տեսնում ենք, որ երբեմն բացահայտ, երբեմն ոչ բացահայտ, այսօր ասվում է այն մասին, որ Ռուսաստանը մեզ համար ստեղծում է ուրեմն անվտանգային ռիսկեր, ինքը վնասում է մեզ, ասվում է, որ հիբրիդային հարձակումներ է իրականացվում, ասվում է որոշ Այս էլ կարևոր է, որոշ պաշտոնյաների կողմից շատ բարձրաստիճան, բայց ոչ, օրինակ ես չեմ լսել վարչապետի կողմից ուղղակի խոսք, որ հիբրիդային հարձակումները իրականացնում է Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն անելու, ռեժիմ փոփոխություն անելու, հեղաշրջում անելու համար։ Չեմ լսել։ Դե հիմա մենք բոլոր հայտարարություններին բարձ ասենք չենք կարող ֆիզիկապես հետևել, բայց ես էլ համաձայն եմ, որ ինձ թվում է վարչապետը շատ զգուշ է խոսում ու ավելի շատ հենց այն գիծն է տանում, որ ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք եւ այլն, բայց որոշակի ես տարբերություն զգում եմ, ասենք էլի մի տարբերի առաջվա հետ համեմատած, շատ ավելի ազատ են խոսում հիմա ԿՊ-ի падգամավորները, ուրիշ գործադիրը իհարկե ավելի քիչ։ Առաջ կար, այսպես ասած, մի երկու падգամավոր կար ԿՊ-ից, ովքեր ոնց որ այդ Ռուսաստանին քննադատելու ֆունկցիան իրենց վրա էր դրված, բայց հիմա գնալով ավելի շատ են խոսում, ավելի ակնհայտ են խոսում ու ոնց որ նաև մակարդակն է բարձրանում, օրինակ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ շատ հաճախ ոնց որ այդ ուղղակի տեքստով է ռուսական կողմի հետ բանավեճի ֆունկցիան իր վրա է դրված ու երբեմն ինքը MC բաներ ասում, որ զարմանում ես, էլի, որ ճիշտ է, ոչ այն ամենաթոփ level-ի մարդկանց, ասենք չեմ, ռուսական քարոզիչների մասին, չեմ հիշում ես Սալավյովին բավական sense տհաճ ձևով ռուսերեն մի հատ տհաճ արտահայտություն արեց Սալավյովի հասցեին, հա, եւ այլն, այսինքն մի բան է փոխվել, ոնց որ զգում ես, որ ավելի ոնց որ վստահ են իրենց զգում, հա, այսինքն այդ վախը այլևս չկա, որ հանկարծ մի բան ասենք Ռուսաստանը միանգամից բանանի ու այդ մեսեջը ուղարկում գուբերնիալին ենք մենք կամ նույն Բելարուսի, հա, այդ օրինակ Բելարուսը ընդհանրապես շատ հետաքրքիր է այդ ռետորաբանության մեջ, որտեղ ոնց որ Ռուսաստանին փոխարինում է մեկ, ասկին երբ որ Ռուսաստանին ուզում են մեսեջ ուղարկել, բայց չեն ուզում հարաբերությունները փչացնել, որ Բելարուսի վրա են ասում այդ ամեն ինչը, չէ՞ Բելարուսը ինքը իր մասով իհարկե բավականին լուրջ հիմքեր ստեղծել է, հա, Լուկաշենկոն եւ նրա այդպես ասած յուրահատուկ ոճը շփման, ասենք
առանց Ռուսաստանի էլ լիքը բան կա իրան ասելու, բայց ամեն դեպքում ինձ թվում է դա լավ բավական հետաքրքիր տեխնոլոգիա է, որ երբ որ պետք է Ռուսաստանին ինչ-որ վատ բան ասել, ասում են Բելարուսի մասին կամ Լուկաշենկոյի մասին, հասկանալու որ Կրեմլում միևնույն է դա կնկատեն ու տեղ կհասնի այդ մեսեջը, բայց համ էլ հարաբերությունները, ըստ ընդհանուր առմամբ ԿՊ-ի պարագայում դա կա, որ ինչքան էլ այսօր Ռուսաստանից, ասած անկախության մասին է խոսում եւ այլն, այնուամենայնիվ շատ զգուշ են, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի չվատացնեն, քան կա։ Այո, բայց մյուս կողմից էլ գտնում են, որ խնդիրների մասին պետքա բարձրաձայնել երբեմն անուններ նույնիսկ տալով։ Այսինքն այդ բանը, որ հանկարծ ընդհանրապես չխոսենք, ձև տանք, որ Ռուսաստանը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում մեր նկատմամբ, չէ, այդպես բան չկա։ Այսինքն վերջի վերջո իսկապես ու մի բան էլ կա, որ օրինակ ես քանի որ պատմաբան եմ իրականում, դες մի մտածեք ես միշտ քաղաքագետ եմ եղել, իրականում պատմաբան եմ եւ մշակութային մարդաբան։ Ու նաեւ զբաղվում եմ հենց ակադեմիական հետազոտություններով, կոլեկտիվ հիշողություն եւ այլն, եւ օրինակ ես զգացել եմ, որ խորհրդային ժամանակաշրջանի մասին կամ ռուսական կայսրության մասին ավելի ազատ են արտահայտվում օրինակ ԿՊ-ի ներկայացուցիչները էլի մոտավորապես վերջին 1-2 տարվա մեջ առաջ օրինակ չէին, բայց ասենք նույնիսկ կարող է գաղութատիրություն բառը օգտագործվի, որ առաջ մենակ ասենք իմոքո նման մարդիկ էին օգտագործում, որոնք պետական պաշտոնյա չեն, ասենք մեզ մեկը, բայց հիմա նույնիսկ ասենք падգամավորները կարող է ասեն եւ այլն, բայց մի հատ ուրիշ բան է ես ուզում ասել։ Հիմա իրատեսական, որ դու ասիր, ինչքանով է իրատեսական այս մոտեցումը, որ այ կարելի է Ռուսաստանի հետ հարաբերությունները պես ասած ֆորմատավորել, հա, ինչ-որ այ հիմա խնդիրներ ունենք, բայց մենք տենց ուզում ենք էլի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենանք, ուղղակի պետքա դրանք ոնց որ ինչ-որ ձևափոխել, կարգավորել եւ այլն։ Դե պետք է առանց կորցնելու ինքնիշխանությունը, սուբյեկտայնությունը եւ այլն։ Լսի, դե ես մտածում եմ, որ այդ հնարավորությունը ամեն դեպքում կա։ Ինչու՞, որովհետև կան օրինակներ, որ երկիրը ժողովրդավարական է կամ այդ ճանապարհը բռնած է ու այդպես թշնամական հարաբերություններ չունի։ Օրինակ Մոնղոլիան իրական դեմոկրատական պետություն է։ Անսպասելի օրինակ էր։ Հա։ Ես ճիշտ ասած չեմ հիշում որևէ այդպես հաղորդում հայկական մեդիայում ինչ-որ քննարկվել Մոնղոլիայի օրինակը։ Միջեր շատ հետաքրքիր օրինակ է ու այնտեղ հետաքրքիր process-ներ եղել են, մենք ուղղակի չենք նկատել շուտ։ Հաճախ, բայց ինքը Միան Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին թաթար-մոնղոլական ռեժիմի մասին խոսում, բայց դա էլ մի քիչ քաղաքականապես ոչ կոռեկտ էր։ Այո։ Դե համել պատմության։ Մեր մոնղոլ գործընկերները ես հույս ունեմ չեն հիշում դրա մասին եւ ասած չի ազդի հայ-մոնղոլական հարաբերությունների վրա։ Հուսանք։ Մոնղոլիան ըստ էության դեմոկրատական պետություն է, ճիշտ է, այտենց ինստիտուցիոնալիզացված խորքային դեմոկրատիա չի, բայց դեմոկրատական է։ Ասենք Freedom House-ը օրինակ եւ այլ կառույցներ, որոնք գնահատում են ժողովրդավարության մակարդակը, իրենք կանաչ գույնով են ներկել, կանաչը նշանակում է free, ազատ, չէ։ Այսինքն մենք մեզնից լավ է։ Մեզնից լավ է, այո, ըստ միջազգային կառույցների շատերի, ասենց ասեմ, մեզնից լավ է։ Հիմա մենք չենք լսել, որ ինչ որ սուր կոնֆլիկտային հարաբերություններ լինեն Մոնղոլիայի եւ ասենք Ռուսաստանի միջեւ։ Իհարկե այստեղ առանձնահատկություններ կան, նայած ինչ տարածքում ես դու գտնվում, հա, ինչ պատմություն կա, ինչ շահեր այնտեղ կան, այս ամեն ինչը պետք է հաշվի առնել, բայց ուզում եմ ասեմ, չեն կարող էլի ասել, որ այ քանի որ երկիրը ժողովրդավարական է, ուրեմն վերջ բացառվում ընդհանրապես Ռուսաստանի հետ ունենալ նույնիսկ քիչ թե շատ նորմալ հարաբերություններ, էլի։ Չէ, փաստորեն չի բացառվում, բայց իհարկե քիչ հավանական է, որովհետև շատ քիչ ուրիշ օրինակներ կարող ես գտնել։ Եթե մի կողմ դնենք ժողովրդավարության գործոնը, այլ ասենք արդյոք հնարավոր է լինել ինքնուրույն սուբյեկտ, հա, ինքնուրույն քաղաքականություն վարել եւ Ռուսաստանի հետ աշխատանքային նորմալ հարաբերություններ, միանշանակ հնարավոր է եւ մի օրինակը հենց Ադրբեջանն է, հա, որը ըստ էության ռուսական ազդեցության գոտուց դուրս է եկել մեծ հաշվով, բայց էլի այսպես բացահայտ կոնֆլիկտի մեջ չի։ Մի ուրիշ օրինակ, ասենք Ուզբեկստանն է, հա, որը
ու դժվար է պատկերացնել ինչ-որ մի սցենար, որտեղ Ռուսաստանը ինչ-որ, չգիտեմ, պատժիչ գործողություններ է ձեռնարկում Ուզբեկստանի հանդեպ, բայց Ուզբեկստանը դրի այսպես ինքնուրույն երկիր է, որը իր քաղաքականությունն ավարում ու մնացած ու արևմուտքի հետ լավ սերտ հարաբերություններ։ Ու ասենք կենտրոնական ասիական երկրները այդպես տարբեր աստիճանի, բայց այնուամենայնիվ բոլորն փորձում են ինչ-որ չափով անկախ լինեն ու ասենք չեմ, բարձր մի քիչ Տաջիկստանի բարագայում ավելի շատ է կախվածությունը, ասենք Թուրքմենստանի բարագայում մի քիչ ավելի քիչ է, Ղազախստանի բարագայում իրանց խնդիրներ ունեն, բայց ամեն դեպքում մենակ Հայաստանը չի էլի, որ դրան է ձգտում։ Ըստ էության բոլոր հետ խորհրդան, նույնիսկ Բելարուսը, ի վերջո, եթե ունենար ընտրություն, երևի կձգտեր դրան։ Հիմա հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը չունի, այսինքն ըստ քաղաքացիական պայմանագրի, հա, եթե իրենք գան իշխանության, իրենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարց չեն դնելու, իսկ դա հիմնական ռուսերեն ասած раздражитель, հա, Ռուսաստանի համար, այսինքն գրգռող բանն է, որը Ռուսաստանը իր համար դա ասած մի հատ կարմիր կամ անգլերեն կարող ենք ասել trigger, բայց հայերեն բառը տենց ոնց որ գրգռիչ, հա։ Դե հա, երևի։ Ու ինչ ասա, սա նաև նշանակում է, որ Ռուսաստանի համար ոնց որ ռեալ վտանգ ինչ որ, հա, որ Հայաստանից պետքա դուրս գա, ըստ քաղաքացիական պայմանագրի ծրագրի, եթե ծրագիրը ոնց որ իրագործվի, ըստ էության չկա։ Դե այստեղ հարցը առաջանում։ Միջնաժամկետ պարագայում առնվազն, քանի դեռ Եվրամիության անդամ չի դարել, եթե իհարկե Ռուսաստանը դիտարկում է դա սպառնալիք որպես իրեն հանդեպ, բայց Ռուսաստանը նաև շատ հաճախ ասել է, որ Եվրամիության անդամ դառնալը խնդրեմ չի ինձ համար, որևէ պետության։ Ինքը ՆԱՏՕ-ն է ընդհանրად առաջ քաշում։ Բայց Ռուսաստանը այդպես ընկալում է, որ այդտեղ սպառնալիք չկա, դա հարցը։ Լսի, դե իրականությունը պետք է նայել, էլի, այսինքն կա հռետորաբանության մեջ իրենք ասում են, որ դա սպառնալիք է։ Բայց ես չեմ կարծում, որ իրենք ուղղակի չեն կարողանում տեսնել կա այդ սպառնալիքը, թե չէ։ Հիմա եթե չկա, ասենք ինչի՞ պիտի տեսնեն, էլի դա վերջի վերջը։ Եվ եթե շատ սպառնալիքներ են իրանք տեսնում, որոնք չկան։ Հա, բայց գիտես ինչ, այն ժամանակ է լինում, երբ որ օրինակ Ուկրաինայի դեպքում, չէ՞, որպես Ուկրաինայի դեպքն է ուզում ասել, հա։ Բայց Ուկրաինայի դեպքում մի քիչ ուրիշ է, որովհետև իրենք մտածում էին, որ առանց Ուկրաինայի իրենք չեն կարող լինել գերզոր պետություն։ Իսկ առանց, չգիտեմ, Հայաստանի, այդ դերը չունի էլի Հայաստանը իրենց համար, ոնց որ Ուկրաինան։ Եվ դրա համար իրենք այդ ագրեսիվությունը ցուցաբերում էին, ասում են, հա, աստեղից ստեղ սպառնալիք կա բան, ես պետք է այդ սպառնալիքը չզոքացնեմ, որովհետև իրականության մեջ իրենք համոզված էին, որ եկել էին այն համոզմունքի, որ փաստորեն առանց Ուկրաինայի անհնարին է դինել գերտերություն։ Ու ինձ թվում է այնիջից քանի որ այս խոսակցությունը բացվեց, ես կարող եմ սխալվում եմ, բայց իմ կարծիքով այստեղ մեծ դեր է խաղացել Ռուսաստանի այս քաղաքականություն վարելու առումով մեկ մարդ։ Զբիգնև Բժեզինսկի։ Այո։ Եվ ո՞նց է։ Պուտինը կարդացել է այդ գիրքը, Վիլիկը, այո, հա, դե բնականաբար ռուսերեն է կարդացել, Վիլիկը շախմատներ դասկա, հա, ու այնտեղ այդ դասավորությունները, որ աշխարհակաղակական, որ դու եթե այս տարածքին տիրապետում ես, ուրեմն դու նաև տիրապետում ես սրան, դու կարող ես զարգանալ այս ձևով, բան, երբ որ դու վերահսկում ես այս տարածքը, այս ճանապարհը, այս ու այնտեղ ինքը գրել է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը չի կարող լինել գերտերություն։ Պուտինը դա կարդում է ու ես հիշում եմ, որ այն ժամանակները, երբ որ ինքը այնց նոր էր գալիս իշխանության կամ նոր առաջի փուլն էր իր իշխանավարման։ Այդ գիրքը շատ պոպուլյար էր, այդ խորհրդային հատկապես հետ խորհրդային տարածքում համարվում էր sense բան, էլի, սեղանի գիրք, ոնց որ Մեկ էլ Սեմյուել Հանթինգթոնի գիրքն էր, այդ քաղաքակրթությունների բախում, ոնց որ այդ երկու գիրքը իրականում պատահական չի, որովհետև արևմուտքում այդքան պոպուլյար չէին դրանք, հա, բայց այդ երկու գիրքը շատ sense բռնեցին նաև հետխորհրդային մտայնության հետ, որը մի կողմից աշխարհակաղակական
շատ կարևոր է աշխարհաքաղաքականությունը, մյուս կողմից նաև այդ գաղափարը կար, որ այդ Ռուսաստանը առանձին քաղաքակրթություն է, այս փոքր երկրներն էլ դե պետք է իր շուրջը այտենց հավաքվեն, որտեղ մենք էլ ենք այդ քաղաքակրթության մեջ եւ այլն։ Ու անընդհատ հղումներ էին անում այդ գրքերին։ Տարբեր գործիչներ, իրանց այդ հիմնական ռոպագանդիստները, բան քաղաքագետները։ Լավ, բայց շատ շեյվ է Ռուսաստան-Ուկրաինայի վրա։ Հիմա ինչ եմ ուզում ասել, որ մեր պարագայում կարծում եմ, որ իրավիճակը մի քիչ ուրիշ է, եւ ինքը, ասենք, եթե տեսնում է, որ իսկականից ինչ պետք է լինի, ինչ սպառնալիք պետք է լինի, ասում եմ լավ, դե տարածքա, որի հետ ես այնուամենայնիվ ունեմ քիչ թե շատ եթե նորմալ առևտրային հարաբերություններ ունենամ, դե չի ստացվում, որ ես կարողանամ իմ վերահսկողության տակ պահեմ, բայց գոնե իմ ներկայությունը որոշակիորեն ապահովում եմ, համակերպվեմ սրա։ Բայց հիմա օրինակ մյուս քաղաքական ուժերն էլ նենց չի, չէ, որ լրիվ ասում են պետք է գնանք Ռուսաստանի կազմի մեջ մտնենք եւ այլն։ Այսինքն էլի ինչ որ օրինակ ասում են Ռուսաստան, Չինաստան, Իրան, չէ, ասենք ինչ որ sense բաներ են ասում։ Թե այդ ուղակի ձև է, ի վերջո ամեն ինչի հիմքը Ռուսաստանի ազդեցությունն է։ Միանշանակ ինչ Չինաստան, ինչ Իրան, այդ դե ուղղակի իրանք Չինաստան Իրան ասում են, որովհետև նաև այդ պետությունները նորմալ հարաբերություններն են Ռուսաստանի հետ, շատ դեպքերում դաշնակիցներ են լինում որոշ առումներով, հա։ Հետո դե ավտորիտար պետություններ են, դա էլ է իրանց Օրինակ Հնդկաստանը այդքան չեն ասում։ Շնորհիվ Հնդկաստանը նորմալ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, նույնիսկ նավթ է գնում եւ այլն, բայց այնուամենայնիվ արևմուտքի հետ էլ է լավ հարաբերությունների մեջ։ Ու այնուամենայնիվ էլի դեմոկրատական պետություն է Հնդկաստանը, յուրօրինակ է որ դեմոկրատիա է, բայց դեմոկրատական է։ Ու օրինակ ես չեմ տեսել, որ այդ ռուսամետ դաշտում ասեն այ Հնդկաստանի հետ պետք է խոր։ Ու բացի դրանից ես քանի որ ներկա կառավարությունը դա անում է, ոնց որ իրենք դա էլ կա էլի Հայաստանում մի քիչ sense օրինակ ինչ կլինի, որ ընդունեք ասեք այ ներկա կառավարությունը այս մեկը լավ է անում։ Չի կարելի։ Չէ, դա էլ չի կա։ Ինչ անում է, ուրեմն վատ է։ Որովհետև հստակ չէ, սև ու սպիտակի այդ ծայրահեղաչ պոպուլիստական նաև մտածողությունն է, էլի։ Սա չարն է, սա բարին է, դավաճան, բան, հա։ Լավ, օրինակ այդ երաշխավորի գաղափարը, որ այդ ուժերը առաջ են քաշում, չէ՞, օրինակ չեմ ծրագրերում դա նշվում է, թե հա, նշվում է։ Ոնց են դա պատկերացնում։ Դե իրենք ասում են, որ սա թղթի կտոր է, այս խաղաղության պայմանագիրը։ Այսինքն Վաշինգտոնի համաձայնությունները։ Այո, Վաշինգտոնյան համաձայնությունները իրանք չեն իրագործվի, քանի որ ոչ մի բանով ամրագրված չեն։ Հիմա հարցը ցակում ինչ բանով եք ուզում որ ամրագրվի, ինչ ամրագրվի։ Դրան պատասխան չկա։ Իրենց տողատակը այն է, որ պետք է ինչ-որ մի բան, որը զսպի Ադրբեջանին։ Այսինքն իրենք վստահաբար կարող եմ ասել սա, որ հիմնական ընդդիմադիր պրոռուսական քաղաքական ուժերի կոնցեպտը, եթե կարելի է այս դեպքում կոնցեպտ ասել, բայց այս երևի կարելի է այս առումով ասել, կամ փիլիսոփայությունը, չգիտեմ, մոտեցում այն է, որ ինչ որ մեկը պետքա զսպի Ադրբեջանին, դա է լուծումը։ Ոչ թե որ մենք գնանք խոսենք, շահեր գտնենք, կոմպրոմիսի գանք, փող կախվածություն ստեղծենք, բան, չէ, չկա տենց բան իրանց մոտ իրականում։ Դա նույնիսկ եթե ինչ որ մեկը տենց հպանցի կանցնի այդ պահով, այդ էական չի իրանց համար։ Իրանց համար էական է, որ ինչ որ մեկը ճնշի ու իրենք բնականաբար իբր համոզված են կամ չգիտեմ, ուզում են իրենց համոզեն կամ համոզեն կամ ուղղակի իրականացնեն այն ինչը որ իրենց միգուցե ասել են, որ այդ ճնշողը լինելու է Ռուսաստանը։ Ռուսաստանը, հա, ճիշտ է, լավ Իրան այդքան էլ չպահեց, բայց հիմնականում շեշտադրումը նրա վրա է, որ չպահեց, որովհետև Փաշինյանը վատն էր, որովհետև իշխանությունները այնպես արեցին, որ խեղճ Ռուսաստանը չկարողացավ մեզ պաշտպանել, չկարողացավ, ասեց, «Էս ինչ եք անում դուք, հա, ինչ անեմ ես»։ Այդ էլ է հետաքրքիր, որ օրինակ ինձ թվում է շատ մեծ նշանակություն է գոնե ռետորաբանության մեջ, ծրագրերը դու ես կարդացել, դու կասես, բայց ռետորաբանության մեջ ու այսպես ամենօրյա ոնց որ ավելի շատ կենցաղային խոսակցությունների մեջ այդ ուժերի կողմնակիցների շրջանում, հա, շատ մեծ դեր է խաղում այն թեզը, որ այ Փաշինյանը վատնա,
Փաշինյանին որ հեռացնենք, արդեն ոնց որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի մի տեսակ, հա, կամ եկեք Փաշինյանին հեռացնենք, նոր մտածենք, որտեղ փաստա որ Փաշինյանը վատն է, ինքը ինչ անում է վատ է, ու իրան ցած անձամբ հենց իրան վերացնելու ինչ-որ մի կողմ քշելու կամ չգիտեմ ֆիզիկապես գուցե նույնիսկ ոմանք ուզում են վերացնել, հա, եթե Փաշինյանի գործոնը վերացվի, արդեն sense կսկսի ամեն ինչ կարգավորվել մի տեսակ ու դες հստակ նաև բացատրություն չի տրվում թե ոնց է դա լինելու, ասենք ինչի հաշվին է դա։ Չէ, բայց իրականության մեջ, ասի գիտես Փաշինյանը հա իրանք անձնական նաև ունեն անտիպաթիա, ես տեսնում եմ Փաշինյանի նկատմամբ, բայց խնդիրը Փաշինյանը չի իրենց համար իրական, որովհետև իրենց համարը չի, այլ Ռուսաստանի համար նա խնդիրը ով արևմուտքը իրականության մեջ այդ որ ասում են Փաշինյանը բան sense պետք է փոխվի եւ այլն ասում են արևմուտքին պետք է մենք հեռացնենք իրանց պատկերացմամբ այդպես է խնդիրը ստեղծում է արևմուտքը պետքա Ռուսաստանին բերենք որպեսզի մենք կարողանանք ապրել ինչու որովհետեւ մենք դե կարողանում ենք այս տարածքը վերահսկել ունենալ ժամանակին կարողանում էինք եւ ունենք պրեֆերենցիաներ, ունենք տարատեսակ արտոնություններ, ունենք մոնոպոլիա տարբեր ոլորտների նկատմամբ։ Եվ այդ ամեն ինչը հնարավոր էր, որովհետեւ Ռուսաստանը ըստ էության մեզ դիտարկում է որպես այս տարածքի նայողներ։ Այս կներեք այս արտահայտության համար, բայց իսկ արևմուտքի հանդեպ ինչ-որ տարբեր մոտեցումներ չկան, որտեղ օրինակ Փաշինյանի պահը ինձ թվում է ինքը որպես նախընտրական տեխնոլոգիա ինքը հասկանալի է, որտեղ եթե դու ուզում ես որ բոլորը որ չի սիրում Փաշինյանին քեզ քվեարկեն, դու չպետք է մանրամասնես, որտեղ կան մարդիկ, չէ, որ Փաշինյանին ահավոր չեն սիրում, բայց նաև Ռուսաստանը չեն սիրում կամ Պուտինին չեն սիրում, հա, եւ դու իրանց ձայները ստանալու համար ասենք եթե դու սկսես ասես որ գիտես արևմուտքն է խնդիրը եւ այլն, այդ մարդիկ կարող է քեզ չքվեարկեն։ Այո, բայց նա իրանք գիտեն որ արևմուտքի նկատմամբ հասարակության մեծամասնությունը ունի դրական վերաբերմունք կամ չեզոք առնվազն։ Կամ չեզոք։ Առնվազն ավելի դրական, քան Ռուսաստանի վերաբերմունքը։ Դե հարցումներն ցույց են տալիս որ Ֆրանսիան է, ասենք ամենաառաջի տեղը բոլորի մոտ։ Բնականաբար ուրեմն իրանք չեն կարող բացահայտել այդպես ասի, որ այ խնդիրը արևմուտքն է, մենք ուզում ենք արևմուտքին ստերից հեռացնենք։ Չէ։ Դրա համար ասում են Փաշինյանն է խնդիրը, բայց երբ որ դու նայում ես ինչի մասին են իրենք խոսում, նայում ես ինչ հռետորաբանություն են կիրառում, տեսնում ես որ դա կրեմլյան հռետորաբանությունն է ընդհանրապես ուղղված միջազգային հարաբերություններում այս կամ այն խաղացողի դեմ, արևմուտքի դեմ հիմնականում, կամ արևմուտքի այս կամ այն ներկայացուցիչի դեմ։ Այսինքն այդ հռետորաբանությունը, որը Ռուսաստանը կիրառում է արևմուտքի դեմ, իրենք էլ նույն ձևի կիրառում են, բայց ոնց որ հիմնականում խոսում են Փաշինյանի մասին, էլի։ Բայց կան քաղաքական ուժեր, որոնք նաև ակնհայտ, այսպես նաև արևմուտքին են քարկոծում։ Օրինակ Հայաստան դաշինքը։ Ինքը շատ վաղուց արդեն նախորդ ընտրական ցիկլի ժամանակ էր ուներ այդ վառընդգծված հակարևմտյան բանը, որ արևմուտքը, չգիտեմ, փտած է, որ արևմուտքը ցինիկ է, որ արևմուտքը ուզում է Ռուսաստանին այստեղից դուրս հանի, դա իր նպատակը եւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի արևմուտքի ներկայացուցիչն է, անդամն է։ Ինքը ուղղակի sense գործիքն է, խաղալիքն է իրանց ձեռքում։ Սա Ռուսաստան արևմուտք պայքարի մասին է, դա ասվում էր։ Այսօր հաշվի առնելով այս ամեն ինչը, ոնց որ այդ ռետորաբանությունը մի քիչ փոխել են, մեղմացրել են, ավելի քիչ են ոնց որ արևմուտքից խոսում, բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանը թրիփը համարում է չարիք։ Ինքը ասում է, որ դա բերելու է կոնֆլիկտի, որ թրիփը այն է, որ մի պրոյեկտ է, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար է արևմուտքի կողմից ներմուծված։ Այդ էլ է հետաքրքիր, որ այդքան արևմուտքի վրա շեշտը որ դնեն Հայաստանում դա չի ընկալվի, դրա համար նրանք այսպեսի թեզ են առաջ քաշում, որ Թուրքիան, ասած արևմուտքի գործակալն է այստեղ կամ արևմուտքը այստեղ Թուրքիայի դեմքով է հանդես գալի, որը իրականում բացի նրանից որ մանիպուլյացիա է, իրականում
հակառակն է ինչ-որտեղ ճշմարտությունը, որովհետև Ռուսաստանը այսպես թե այնպես թուլանում է այս տարածաշրջանից դուրս է գալիս։ Անկախ նրանից թե Հայաստանը ինչ կանի, իհարկե Հայաստանը կարող է դրան մի քիչ նպաստել, մի խանգարել, բայց ինչպես դուրս եկավ, ասենք, Սիրիայից, հա, ինչպես չնա Վենեսուելայում, ընդհանրապես Ռուսաստանին չհարցրին։ Այդտեղ է գնում միտումը դեպի այնտեղ եւ դա տեղի կունենա դժվար է ասել, բայց եթե շարունակվեն այս միտումները, Ռուսաստանը sense կորցնում է իր դիրքերը հարավային Կովկասում ու այդ վակուումը, որը առաջանում է, ինչ որ մեկը պետք է լցնի։ Ու Թուրքիան բնականաբար շատ լավ դիրքեր ունի, որպեսզի այդ վակուումը լցնի, հա, եւ երբ որ մենք օրինակ Եվրոպայի հետ հարաբերություններ ենք զարգացնում, Ամերիկայի հետ ենք զարգացնում, իրականում դա խանգարում է, որպեսզի Թուրքիան այդ վակուումը լցնի։ Այսինքն Եվրոպան եւ Ամերիկան ինչ որ իմաստով հանդես են գալիս որպես դες Թուրքիան հավասարակշռող գործոն, հա, հաշվի առնելով որ Ռուսաստանը միևնույն է այդ վակուումը չի կարողանալու լցնել։ Բայց փաստորեն այդ ուժերը ասում են եկեք արևմուտքը հանենք, այն հույսով որ Ռուսաստանն է զբաղեցնելու այդ վակուումը, բայց արդյունքում Թուրքիան է զբաղեցնելու եւ Ադրբեջանն է, ինչպես եղավ Ղարաբաղում, հա, 23 թվականին, հա, որ արևմուտքը այնտեղ չկար, չէ, 20 թվականից հետո ընդհանրապես արևմուտք Ռուսաստանում Ղարաբաղում արևմուտք գոյություն չուներ։ Միայն Ռուսաստանն էր, նույնիսկ Հայաստան գոյություն, մեծ հաշվով Հայաստանի կառավարությունը ազդեցություն չուներ Ղարաբաղում տեղի ունեցողի վրա։ Միայն Ռուսաստանն էր, ինչ ուզում էին անում էին, արդյունքը ինչ եղավ, այն եղավ, որ Ադրբեջանը ռազմական ուժով գրավեց ու այդ ամենը վերացվեց ու նույնը կարող է լինել Հայաստանի հետ, եթե չլինի այդ արևմուտքի ներկայությունը, հա, իդեմս Եվրոպայի, իդեմս Թրամփի եւ Թրիփի եւ այլն եւ այլն։ Հա։ Ուրեմն ուժեղ Հայաստանը։ Ասում եմ ես օրինակ չեմ վերանայելու Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով այդ գնալու վերաբերալ օրենքը։ Չեմ չեղարկել այդ օրենքը։ Բայց միանգամից դրան զուգահեռ ասում եմ Եվրոպան մեզ չի սպասում, անհնարին է, ինչ Եվրամիության անդամ դառնալ բան, այդ անիմաստ բան է, բայց չենք չեղարկելու։ Բայց մեկը դա չի լինելու։ Միանգամից ասում եմ, մենք մեկը դա չի լինելու, այդ մեր ոնց որ ճանապարհը չի։ Մեզ մի խոսքով, այնտեղ տեղ չկա, մեզ համար տեղ չկա։ Բայց ինչ ենք անելու, դե ասում եմ, առաջի հերթին Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանում, խորացում, այսինքն մենք պետքա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինենք։ Էսա Այսինքն այստեղ ակնհայտ է էլի որ հա այսինքն ինքը ոնց որ չի այդ հակարևմտյան հռետորաբանություն տալի բայց ինքը sense ասում է չկա էլի ինքը մեր համար առնվազն չկա իսկ ով կա Ռուսաստանը էսա հստակ ասա ասում եմ չենք զրոյական կետից չենք բանակցությունները վարելու լավ եթե զրոյական կետից չեք բանակցություններ վարելու ինչ եք անելու ստորագրելու եք խաղաղության պայմանագիրը Ոստեղ ասում են դե եթե Ադրբեջանը ստորագրենք բայց այդ չեմ հիշում ուժեղ Հայաստաններ ասում թե այդ ուժեղ հիմնական խաղացողներից մեկը հա այնուամենայնիվ ասում են որ պետքա երաշխավորներ հիմա այդ երաշխավորները հասկանում են իհարկե առաջի հերթին Ռուսաստանին որպես երաշխավորներում չեն բացատրում Ինչ է բերելու այդ երաշխավորը, ինչպես են պատկերացնում այդ երաշխիքները, ինչ, ասենք, զորք են բերելու դնեն սահմանին, որտեղ, ինչքան, ինչի պետք է դրան համաձայնվեն, ինչի, ասենք, Ադրբեջան դրան պետք է համաձայնվեն։ Ու նաև ասենք եվրոպական դիտորդները ինչ են լինելու։ Ինչ են լինելու եվրոպական դիտորդների հետ, այո, մեր ընդհանրապես հարաբերությունները արևմուտքի հետ այդ դեպքում, եթե ռուսական, ասենք, այստեղ զորքեր են նորից գալու, հա։ Չկա, ոչ մի բան չի ասվում, հետո էլի հակասությունն էր, այսինքն, բայց մենք չենք շարունակ բան անելու, օրինակի համար չենք համաձայնվելու սահմանադրության, փոփոխության, իբդեպ սա բոլորն են ասում, այսինքն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը եւ նաեւ որոշ ոչ հիմնական ընդդիմադիր ուժերը որ մենք չենք համաձայնվելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմանին փոխել սահմանադրությունը
Այդ բնական է, իհարկե, որտեղ դա երևի ամենաթույլ կետն է ոնց որ կառավարության համար, որտեղ շատ դժվար է այդ հանրակրվեն անցկացնել։ Գումարած կա այսպես բացասական վերաբերմունք, որ դա Ադրբեջանի պահանջն է, դրա համար դա մենք չենք կարող։ Դրա համար իրանք այդ կետին խփում են ու այսպես ասած էլի նախընտրական տեխնոլոգիայի առումով դա հասկանալի է։ Հա, բայց դու ասում ես, որ ես շարունակելու եմ բանակցությունները, մեկ էլ ասում ես, այս չենք անելու, այն չենք անելու, երաշխավոր ենք բերելու, եթե սա չլինի, սա չի լինի, ու բայց ասում ես, մենք շարունակելու ենք, դա էլ է հետաքրքիր։ Եկել է նրան, որ փաստորեն, որ եթե ասեն մենք չեղարկելու ենք այս ամեն ինչ, դա ընդհանրապես ոչ մեկի կողմից չի ընկալվի, կսկսեն քննադատել նույնիսկ իրենց, հա, միգուցե պոտենցիալ ընտրողները, դրա համար ասում են չէ, մենք համ էլ միջազգային հանրությանն է դա ուղղված։ Չէ, քանի որ մենք արդեն բավական երկար ենք խոսում, ժամանակ շատ չի մնացել, ես ուզում եմ մի երկու թեզի sense սպանցիկ անդրադառնանք։ Մեկը այն է, որ այս խոսակցությունների ժամանակ ասում է, որ Փաշինյանը սպառնում է պատերազմով, հա, որ ասում է, ասենք, եթե այս ուժերը գան իշխանության, կլինի պատերազմ։ Այդ մի թեզը, դրա մասին քո կարծիքը։ Դե դրա մասին բայց խոսել ենք։ Դրա մասին խոսել ենք, հա, բայց այդ համատեքստը, բայց դրա հետ կապված մյուս մի հատ թեմա կա, որ հիմա ինձ թվում է մեզ կքննադատենք, ասեն, ինչի եք դուք խոսում միայն ԿՊ-ի եւ այս ռուսամետ ընդդիմության մասին, չէ՞ որ ուրիշ կուսակցություններ էլ կան, որոնց մի մասը նաեւ ավելի արևմտամետ է հանդես գալիս, ոմանք էլ ասում են մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ ենք, ու ինձ թվում է, որ այստեղ խնդիրը նա է, որ այսօրվա դրությամբ փաստորեն այդ կուսակցությունների համար ցավոք սրտի, հա, ես կուզենայի իրականում, որ այդ կուսակցությունները ավելի շատ ներկայացած լինեին խորհրդարանում, քան որոշ կուսակցություններ, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, բայց նրանց համար այսօր շատ դժվար է բացատրել իրենց դիրքորոշումը ինչով է տարբերվում այս երկու ճամբարի դիրքորոշումներից, հա, որտեղ կոպիտ ասած, եթե դու Եվրոպամետ ես, եթե դու արևմտամետ ես կամ խաղաղության օրակարգներին աջակցում ես, ինչով է քո դիրքորոշումը տարբերվում ԿՊ-ի դիրքորոշումից։ Եթե դու, ինչպես ասած, ռուսամետ ես, ասում ես խաղաղություն հնարավոր չի, միևնույնն է պատերազմ լինելու եւ այլն, ինչով ես դու տարբերվում այն մյուս դաշտից, հա։ Ու ինձ թվում է առայժմ տենց շատ դժվար է այդ հարցին պատասխանել օբյեկտիվ պատճառներով, հա, որտեղ դե ի վերջո ընտրողը այնա ասում է դե այս մարդիկ էս են ասում, այս մարդիկ էլ էս են ասում, ձեր ասածը որն է, հա, ու արդյունքում ստացվում է որ իրանք ասում են դե մենք մոտավորապես էս ենք ասում, բայց մի քիչ ուրիշ ձևով, ու ընտրողն էլ ասում է դե լավ, դե որտեղ սա այնա ես այն նրանց կքվեարկեմ, որ գիտեմ որ հաստատ անցնելու են, ասենք։ Այո, դե հա, բացի այդ կա որոշակի, ասենք, օբյեկտիվ ինչ որ բաներ, հա, պայմաններ, որոնք աշխատում են մեր նման երկրի համար, բայց ոչ միայն մեր նման երկրի համար։ Այդ օբյեկտիվ բաներից մեկը ռեսուրսներն են։ Եթե դու ռեսուրս չունես, դե դու չես երևում, դու մարդիկ քեզ չեն տեսնում, լուրջ չեն վերաբերվում նաև շատ դեպքերում եւ քվեարկում են այն ուժի օգտին, որը ունի ռեսուրսներ, մտածելով, որ դե ամեն դեպքում ինքը կանցնի արդեն, հասկանալի է, որ նույնիսկ հոգեբանորեն դա աշխատում է, չէ՞։ Բացի այդ նրանք ավելի ինտենսիվ աշխատանք են տանում, ասենք, հա, ավելի շատ են քարոզում եւ այլն։ Դե չխոսենք նաև այն մասին, որ ինչպես տեսնում ենք, հա, այդ ձայնագրություններ են լինում։ Ու այդ ռեսուրսների խնդիրը հատկապես, այսպես ասած, սուր է դրված, երբ որ դրսից ինչ-որ մի հատ ուժ գալիս է իր ռեսուրսներով մտնում է, հա, եւ այստեղ ես նույնիսկ մի քիչ կարծում եմ հայաստանցի օլիգարխների շահերը պետք է պաշտպանել, որտեղ այդպես մարդիկ իրենց ռեսուրսներով չեն կարողանում մրցակցել ռուսաստանցի օլիգարխի հետ, որտեղ բարձր ռուսաստանցի օլիգարխի ռեսուրսները շատ ավելի շատ են, քան որոշ հայաստանցի օլիգարխների, եւ չգիտեմ, գուցե պետք է ինչ-որ օրենք ընդունել հայաստանցի օլիգարխների պաշտպանության համար, ասենք, չնայած մրցակցության պետական մարմինները, որոնք մրցակցության համար են պատասխանատու, գուցե պետք է ինչ-որ միջամտել։ Դե իրականում երբ որ լինում է անօրինական ֆինանսական հոսքեր ու ընդհանուր առմամբ անօրինական միջամտություն ընտրական գործընթացի ժամանակ, չէ, կամ ասենք այդ ձայն գնելը ինչ է, ինքը ստեղծում է անհավասար պայմաններ, ինքը խաթարում է ընտրական process-ը։ Որտեղ ժողովրդավարություններն է, որ պետք է հավասար պայմաններ լինեն, մարդիկ, ասենք, այդ հավասար պայմանների դեպքում դու արդեն կարողանում ես մրցել, եթե դու չունես այդ հավասար պայմանները, դու փաստորեն մրցակցությունից դուրս ես գալիս։ Այսինքն արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, ու ստացվում է, որ ընտրությունը արդեն նորմալ ընտրություն չի դա, էլի։ Դրա համար շատ կարևոր է ընդհանրապես այդ բոլոր հոսքերը
այսպես ասած, կանգնացնել, անօրինական միջամտությունները կանգնացնել, արտաքին միջամտությունը կանգնացնել, որպեսզի մենք ունենանք իսկապես նորմալ ընտրություններ։ Եվ այստեղ մի կարևոր բան էլ կա, էլի, որ նայ, ասենք այս ընտրությունները դու սկզբից մի բան ասեցիր, որ ասեցիր Հայաստանի պարագայում այնպես է ստացվել, որ մեկը արտաքին քաղաքականության օրակարգն է առաջնայի։ Ես էլ եմ ուզում դրան վերադառնալ, դրանով ավարտենք ինձ թվում է։ Այդ մենակ մեր խնդիրը չի։ Այո, այդպես է, բայց նույն բանն է Վրաստանում, նույն բանն է Մոլդովայում, նույնիսկ Ռումինիայում, որը Եվրամիության անդամ ասենք երկիր է, եւ էլի մի շարք այլ պետություններում։ Այնպես է ստեղծվել փաստորեն իրավիճակը, որ փաստացի ընտրական տեխնոլոգիաները օգտագործելով, դեմոկրատական գործիքները օգտագործելով, այլ պետություն, ավտորիտար ուժեղ ագրեսիվ պետությունները կարողանում են միջամտել երկրի ներքին գործերին եւ այնպես անել նաեւ, որ հասարակության ինչ որ մի հատված ենթարկվի իրենց։ Եւ այս պարագայում արդեն ընտրությունը նրա մասին է լինում, որ կամ այդ հատվածը փաստորեն կարող է հաղթել, այսինքն հաղթի այն, ով որ կազմակերպել է այդ հատվածին իրականում։ Այնպես արել, որ վերահսկի այդ հատվածին, հա։ Իսկ դա նշանակում է սուվերենիտետի կորուստ, դա նշանակում է ինչ որ մի ավտորիտար պետության, ըստ էության ենթակայության տակ հայտնվել։ Հիմա կոնկրետ մեր այս տարածքում այդ սուբյեկտը, որը աշխատում է, Ռուսաստանն է։ Այլ տարածքներում, օրինակ Չինաստանն էլ աշխատում, ասենք, դե ԱՄՆ-ի պարագայում մի քիչ ուրիշ է այնտեղ։ Հավատա Լատինական Ամերիկայի պարագայում շատ նման, այդ հիմա ուրիշ հաղորդման թեմա է, բայց շատ նման կարող է լինել։ Հա, բայց հատկապես Թրամփի օրոք տարբերություններ կան, բայց շատ տարբերություններ կան, օրինակ նույն հիբրիդային հարձակումները այն ձևով ոնց որ մենք գիտենք այսօր եւ տեսնում ենք։ Հա, բայց Թրամփը ասենք Արգենտինայի նախագահին խոստանում է 20 միլիոն դոլար։ Ճիշտ է, այդպես բան խոստանում է, բայց այտենց ապատեղեկատվական օրինակի համար արշավներ, մեթոդները ուրիշ են։ Ռուսաստանը կիրառումը չէ, դեմոկրատական պետությունը ԱՄՆ-ն չի կարող։ Այդ տարբերությունը դրա մեջ է։ Բայց հա, եւ ստացվում է այնպես, որ այսինքն դու հասարակության մի մասը տեսնելով, որ կա այդ վտանգը, չէ, որ կարող է ուղղակի դու փաստորեն այդ օրակարգի շրջանակներում, այսինքն եթե այդ ուժերը կան, իրենք դառնում են տարածքդ քո դառնում է ռուսական, կորցնում ես անկախությունդ, կամ ուրեմն սատարում ես այն հատվածին, որը չի ենթարկվում փաստորեն այդ ռուսական կոնկրետ մեր այս դեպքում, հա, փաստորեն ռուսական կոլոնիալ քաղաքականության, այսպես ասենք, չի ենթարկվում, դրան դիմադրում է, ուզում է անկախ քաղաքականություն վարի։ Հիմա իր որակը կարող է վատը լինի։ Շատ հաճախ տեսնում ենք, որ հա, իշխանության այս կամ այն քաղաքականության որակը այն չի, ներքին խնդիրներ կան, հռետորաբանության այս կամ այն մասը մեզ դուր չի գալիս, եւ այլն եւ այլն։ Կոռուպցիայի ինչ որ դրսևորումներ ենք տեսնում եւ նաեւ բացահայտումներ էլ կան, որոնք ցույց են տալիս, որ կա փաստորեն նաեւ կոռուպցիա, այնպես չի որ վերացած է, չէ՞, բայց մենք տեսնում ենք այստեղ անկախ սուբյեկտի, որը ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, ընտրել է Եվրոպայի դեպի Եվրոպա գնալու ճանապարհը, ասենց ասենք։ Ու փաստորեն ստացվում է ուզես թե չուզես այսօր ընտրությունը սրա մասին է։ Ու ես ուզում եմ գուցե եզրափակենք դրանով, որ ես ինչից նայած սկսեցինք, հա, այս թեման ավարտելով Ինձ թվում է սա այնքան էլ ընտրություն չի, սա ավելի շատ հանրաքվե է եւ այս վերջերս լսում էի Արտասահմանյան լրագրող, ով հարցնում էր Հայաստանի ընտրությունների մասին, արդյոք կարելի է ասել, որ սա ինչ-որ իմաստով հանրաքվե է, եւ ես կարծում եմ, որ միանշանակ կարելի է ասել, ինչ-որ իմաստով սա անկախության երկրորդ հանրաքվեն է, սա մի քիչ նես պաթոսային է հնչում, բայց իրականում Իրոք Հայաստանի քաղաքացիները ոչ թե ընտրելու են, ասենք, սոցիալ-դեմոկրատների եւ լիբերալների եւ պահպանողականների միջեւ, այլ
ընտրելու են մենք ուզում ենք լինել ինքնուրույն ինքնիշխան սուբյեկտ, արտաքին քաղաքականություն ինքնուրույն ուզում ենք վարել, որտեղ կա ազատություն։ Այո, թե ուզում ենք մեր այդ ոսոր ֆունկցիան տանք մի հատ ուրիշ պետության, թող ինքը այդ պետությունը մեր փոխարեն որոշի։ Ու դրա մասին է խոսքը, ոչ թե անձերի մասին։ Եվ այո, բնականաբար հա, ասենք որոշելու են այնպես, ինչպես իրանք սովորել այդ ամեն ինչը որոշելու։ Դրա համար ինձ թվում է շատ կարևոր է, որ իրոք անձերից կամ չգիտեմ նույնիսկ ծրագրային որոշ կետերից մենք կարողանանք վերացարկվել եւ հասկանալ, որ սա իրոք հանրակրվեի նման մի բան է շուտ։ Այո, եւ ու նաեւ այդ մի էս էլ ասենք ու ավարտենք, հա։ Երբ որ ասում են, որ լավ, բայց կարող է երրորդ ինչ որ ուժեր լինեն, որոնք այդպեսին չեն, կարող է իրանք են գալիս իշխանության։ Բայց փաստ այն է, որ մենք ունենք հարցումներ, չէ՞, եւ վերջի այդ ռեսուրսները, ինչպես արդեն նշեցի, իրենց դերը խաղում են, այսինքն կան խոշոր խաղացողներ։ Էսա լինելու, այսինքն այդ խոշոր խաղացողներն են մտնելու խորհրդարան։ Թույլ փոքր խաղացողները, նույնիսկ եթե մտնեն, իրենք փոքրամասնություն են լինելու եւ այս էլ լավ թեմա բանալեցիր, բարձրացեցիր։ Իրանք ուզեն թե չուզեն, պետք է կողմնորոշվեն։ Այս երկու բևերների, այսպես ասած, միջև չկա ուրիշ տարբերակ, չի կարող կուսակցությունը ասի ես չեմ կողմնորոշվելու, ոչ սրա հետ եմ ուզում, ոչ նրա հետ եմ ուզում, չկա, ընտրությունը սրա միջև արդեն նկարագրեցինք, եւ եթե պետքա քո ձայները տեսականորեն, հա, ենթադրենք կոալիցիա պետքա ձևավորվի, ասենք թե ոչ մեկ չի ստացել 50+1-ը, դե դու պետք է կողմնորոշվես, որ ում ես կպնում եւ ըստ էության դառնում ես փաստորեն կպնելով այս կամ այն այդ քաղաքակրթական այդ սուվերենիտետ պահելու կամ կորցնելու, հա, ընտրության մաս էլի, այսինքն ում ես դու ընտրում, որ ճանապարհն ես դու ընտրում, ըստ էության սա է։ Ու հեչ կապ չունի դու արդեն այդ մարդուն սիրում ես, չես սիրում, կոնֆլիկտ ունես ինչ որ մեկի հետ, չունես կոնֆլիկտ, հա, ինչ կապ ունի դա։ Հազար հատ կարող ես կոնֆլիկտ ունենալ, իր ծրագրային դրույթները չսիրել, իր թիմին չսիրել եւ այլն, բայց դու պետք է հասկանաս, որ դու ընտրելով ընտրում ես սուվերենիտետի պահպանություն եւ ազատության պահպանություն, հնարավորություններ զարգացման եւ այլն, թե ընտրում ես, ասենք, այս տարբերակը մտածելով, որ այս մարդիկ լավը չեմ սիրում, իրան կարող է իրանցից ազատվենք, լավ ավելի լինի, չէ, դեմոկրատիա չի լինելու է, որ ավելի լավ լինի, դու վաղը այս տարբերակով չես կարողանալու ընտրություն կատարես, դու չես կարողանալու թեկուզ փոքր կոալիցիոն պարտներ լինելով այդ ճամբարին, ռուսական ճամբարին, դու ոչ մի ազդեցություն չես ունենալու, դու ձայն չես ունենալու, դու ոչ մի ծրագիր քո, եթե մտածում ես, որ հա սրանցից բանանենք, այս տարբերակով ինչ որ փոփոխություններ մտցնենք, ոչինչ չես ունենալու եւ ըստ էության նպաստելու ես երկրի իշխանության, ինքնիշխանության կորստին, ազատությունների կորստին, հա։ Մի խոսքով հույս ունենանք այդ կողմ չի գնա։ Ես կարծում եմ, որ այդ կողմ չի գնա, բայց սրա մասին պետքա խոսենք, որ այդ մանիպուլյացիաները հնարավորինս բացատրել, որ ինչի մասին է սա, ու որ իրոք սա ավելի շատ երևի նույնիսկ հանրակրվեի է, ինչ որ իմաստով, կամ սովորական ընտրություն։